Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մինչ Բաքու մեկնելը Զվարթնոցում J.D. Vance-ը հաստատեց հայ գերիների հարցը Ադրբեջանում կքննարկեն։ Այո, հանդիպումների ժամանակ կխոսենք նաև հայ գերիների մասին։ Դա անկասկած կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե այստեղ վարչապետի եւ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նկատի առնելով լավ հարաբերությունները Իլհամ Ալիևի հետ, հնարավոր է արդյոք, որ ԱՄՆ փոխնախագահը խաղաղության համատեքստում բարձրացնի նաև Հայաստանի սուվերեն տարածքից բռնազավթած 200 քառակուսի կիլոմետր ազատելու հարցը։ Հնարավոր է, որ Վենսի այցից հետո ադրբեջանցիները լքեն հայկական տարածքները ռազմավարական բարձունքները։ Մասնագետները լավատես չեն։ Միջազգային իրավունքի մասնագետը նկատում է Ալիևի սուրը ներպետական դատարաններում է կտրում։ Վախենալու բան ունի Ալիևը։ Օրինակ կարող է պարզել, որ այդ ոչ թե Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա եւ տարածքներ գրավել, այլ իրականում Ադրբեջանն է հարձակվել անկախություն հռչակած միավորի վրա, իրականացրել էթնիկ զտումներ, իրականացրել խոշտանգումներ։ Հայաստանի վրա հարձակումն էլ օկուպացնել է տարածքների։ Հնարավոր է, որ պարզի որ ինքն է հարձակվել սուվերեն երկրի վրա։ Հնարավոր է, այլ արդեն ապացույցների այդ կգան։ Օրինակ ասենք Վանք գյուղում ընտանիք է քաղաքացիական անձինք են ռմբակոծության տակ ընկել մահացել եւ նոր փաստեր դուրս կգան եւ այդ դատարանները կարող է ուղղվել սլակներ հանդեպ Ադրբեջան։ Ամերիկյան կողմը ինֆորմացված է անշուշտ, որ Բաքուն ռեժիմով վերջնագրեր է ներկայացնում սահմանադրությունը փոխել, նախաբանից հանեք հղումը, անկախության հռչակագրին արևմտյան Ադրբեջանի նարատիվն է առաջ մղում պնդելով փախստականների վերադարձի մասին։ Հերթով պահանջներ է դնում ու էտապ բավարարել տալիս, բայց խաղաղություն, երկխոսություն, եղբայրություն լոզունգներով Զայեդ մրցանակը ստացավ ձեռք սեղմեց ու հաջորդ օրը բռնապետը Բաքվում միջեցրած հայ գերիների ծանրագույն դատավճիռները 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Միացյալ Նահանգների փոխնախագահը վստահաբար քաջատանոթ է այս համապատկերին, Ալիևի խաղաղություն խաղալու այս արարներին, ու թերևս այս խնդիրներն էլ չեն շրջանցի գերիների վերաբերյալ հարցը քննարկելիս։ Դուք հույս ունեք, որ Վենսի այցը կարող է այդ հարցը լուծել։ Չեմ կարծում, կարող է ինչ-որ մի process արագացնել, փափկացնել, կարող է ի վերջո մի քանի հոգել ազատ արձակի Ալիևը, բայց քաղաքական պաշտոն զբաղեցած անձանց արդեն դեռ երկար կտևեն այդ process-ները։ Արևմուտքը Հայաստանում շահեր չունի, անհանգստանում են մասնագետները, շահերն ավելի շատ Ադրբեջանում են նավթ, գազ։ Թրամփը Բաքվի հետ ռազմավարական գործակցության է ձգտում, նկատում են։ Հայաստանի հետ այդպիսի գործակցության մասին Վենսը չխոսեց։ Ամերիկյան ներդրումները ամերիկյան Սթենֆորդի համալսարանի դոկտորը խրախուսում է, բայց հույս չունի, թե դրանք Հայաստանի պատվարը կարող են դառնալ։ Ներդրումը չի ապահովում անվտանգություն։ Ներդրումները Ուկրաինային չօգնեցին, ներդրումները Վրաստանին չօգնեցին, ներդրումները Իրաքում, Աֆղանստանում չօգնեցին։ Տասնյակ ուրիշ օրինակներ կարող են բերել, որտեղ հսկայական գումարներ են ներդրվել, դա խաղաղություն չի բերել, դա շատական պատերազմ է բերել։ Ադրբեջանին զենք վաճառելն արգելող 907 բանաձևի չեղարկմանը Ալիևը հասավ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում։ Հիմա մասնագետները մտավախություն ունեն, որ ամերիկյան կողմը Բաքվի հետ ռազմական գործակցությունը կարող է շատ ավելի խորացնել։ Խաղաղությունը փաստերով է հաստատվում, նկատում են մասնագետները, երբ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, երբ ինքնիշխան Հայաստանից զավթած տարածքներ կան, երբ հայերը գերի են Բաքվի բանտերում, ինչ խաղաղության մասին խոսել, հարցնում են ու հիշեցնում պատերազմից անմիջապես հետո են բաց թողում գերիներին, հենց պատերազմի գրված ու չգրված օրենքներով։ Խաղաղության մասին Ալիևի երդումներին արդյոք պետք է հավատալ։ Խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանի հետ կոնֆլիկտն էլ ավարտված, օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցած իրադարձություններն են դա ցույց տալիս ըստ Նիկոլ Փաշինյանի։ Խնդիրներ իհարկե կան, ասում է վարչապետը։ Էլի եմ ասում, ճիշտ անգամ որ բոլոր կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման շատ կարևոր նախադրյալ է ստեղծում։ Ապա շրջափակման անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երկաթուղային, իդեպ նաև ավտոմոբիլային երթուղին Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Ջաջուր, Գյումրի, Ախուրիկ ճանապարհն է։ Ու այդ համատեքստում գործնական չկա այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբարձման հարցը չի քննարկվում։ Առավել եւս, եթե մենք ուրեմն հիմա ասեմ Ֆիալետովի հատվածում այնտեղ շատ կարճ
միջակայք կա, եթե Իջևան Հրազդանի երկաթուղի ճյուղը միացնենք Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին երկաթուղային եւ իդեպ ավտոմոբիլային նույնպես։ Ըստ Հայաստանի վարչապետի, հայկական բիզնեսը պետք է արձանագրի, որ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է, բարձրագույն մակարդակով հավաստիացումներ կան։ Այստեղ ես ընդհանրում եմ խնդիրն այնա, դե սովորությունները ընդհանրապես շատ դժվար է փոխել։ 40 տարի ավտոմեքենաներով արտահանումն է ըստ էության մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այդպես եւ երևի որովհետեւ գնացքը պետքա բեռնվի, այսինքն գնացքը չի ընդհանրում մի վագոնով չենք կարող գնացք ունենալ, գնացքը ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ եւ լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ պիտի վերադասավորվի։ Ինչ փուլում է TRIP-ի նախագիծը, կառավարության ղեկավարն ասում է, առաջիկա օրերին Հայաստանը Միացյալ Նահանգներին կփոխանցի, նախագծի հետ կապված դիտարկումները սկսվել են նաև տեխնիկատնտեսական գնահատումը։ Հաջորդիվ նաև էներգետիկայի ոլորտում մենք, ինչպես արդեն ասվեց, կտեսնենք ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Իսկ Հայաստանի նոր ատոմակայանի հարցը քննարկվում է միանգամից 4 երկրի հետ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա եւ Չինաստան։ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ որոշում կկայացվի այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին։ Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո եւս մի փուլ ենթադրվում է 10 տարով եւս հնարավոր կլինի երկարացնել մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն եղավ 2036 եւ 2046։ Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Իդեպ ազգային ժողով կառավարություն հերթական հարց ու պատասխանը սկսվեց, ընթացավ ու ավարտվեց առանց ընդդիմադիրների։ 27-ից 37 տարեկան Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից կամավոր վերադառնալով հայրենիք եւ ընտրելով առաջարկված 5 տարբերակներից մեկը։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում համապատասխան փոփոխությունները ընդունվել են խորհրդարանի կողմից։ Առաջին տարբերակը թույլ է տալիս ծառայել 24 ամիս, երկրորդը 1 տարի 6 ամիս եւ բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, երրորդը ծառայել կես տարի եւ վճարել 5 միլիոն դրամ, չորրորդը ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, իսկ 5-րդ տարբերակը բյուջե վճարել 15 միլիոն դրամ եւ ընդհանրապես չծառայել։ Պաշտպանության նախարար Պապիկյանի խոսքով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է լրացուցիչ նյութական խթան ստեղծել հատկապես 24-ից 25 տարեկան պայմանագրային զինծառայողների համար, խրախուսելով շարունակել ծառայությունը։ Այս մասին Սուրեն Պապիկյանը այսօր հայտնել է ազգային ժողովում։ Ծրագրով արդեն շուրջ 4000 ժամկետային զինծառայող անցել է պայմանագրային ծառայության։ Առաջարկվում է նաև առաջին 5-ամյա պայմանագրից հետո 2 կամ 5 տարով նոր պայմանագիր կնքած զինծառայողները պայմանագրի ավարտին ստանան պատվովճար, համապատասխանաբար 1.5 կամ 5 միլիոն դրամ։ Ներկայումս Պաշտպան հայրենիաց ծրագրով շուրջ 4000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության եւ այս հոսքը ավելացման միտում ունի, որի կապակցությամբ առաջարկվում է Պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-ից 25 տարեկան զինծառայողների համար, շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը, նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Ընդ որում, առաջարկող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը։
Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է հարկային եկամուտների 14% կամ 334 միլիարդ դրամի աճ, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 225 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ տուրքեր։ Զուգահեռ նաեւ հարկ վճարողներին վերադարձվել է 409 միլիարդ դրամ։ Այստեղ առանձնահատուկ աչքի է ընկնում հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձը։ Այս տարի եւս պաշտոնական կանխատեսումները դրական են։ Եթե վերադարձներին նայեք, 20%-ից ավել վերադարձների աճ ենք ունեցել հունվարին, բայց պետք է նկատի ունենանք, որ առաջիկա ամիսներին արագացման միտում է ունենալու հարկային եկամուտների աճերը։ Աշխատատեղերի թիվն էլ նախորդ տարի հասել է 823,000, որը 5.7%-ով ավելի է 2024 թվականից։ Ցուցանիշների նման դինամիկան պետական եկամուտների կոմիտեի նախագահը բացատրում է վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։ Մենք այցերը հարկ վճարողներին նվազեցրել ենք եւ շփում ենթադրող ստուգումների քանակը նվազել է, բայց դրան հակառակ էապես ավելացել է վերլուծական գործիքակազմի կիրառված վերլուծական գործիքների քանակը 52746-ից 55680։ Հայտարարագրի համար կառավարության որոշմամբ սահմանված չհարկվող եկամտի 300,000 դրամի շեմը կփոխվի, թե ոչ, պարզ կդառնա նոր օրինագծով։ Վարկերի եւ ապառիկների վերաբերյալ տեղեկություններն էլ պարտադիր չէ լրացնել հայտարարագրում։ Բանկային տվյալների մեջ առավել կարևոր է ավանջների կամ առևտրի դիմաց ստացվող եկամտի մասին տեղեկությունը։ Այս տարի թոշակառուները եւս հայտարարագրելու են իրենց եկամուտները։ Մենք նաեւ նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների եւ կենսաթոշակների մասին, այսինքն տարվա ընթացքում դա կունենանք։ Վերջին շրջանի ամենակննարկվող թեմաներից մեկին Թրամփի ուղուն նաև ՊԵԿ նախագահն անդրադարձավ։ Թրամփի ուղու դեպքում մաքսային ծառայություն գործելու է եւ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը։ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ էլ կենտրոն է հիմնվելու, որը հնարավորություն է տալու խելացի ձևով մոնիթորինգ անել ցամաքային բոլոր անցակետերի ռենտգեն սարքերը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր կարգավորում է առաջարկում բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման գործընթացում։ Նախագծով հստակ տարանջատվում է շինարարության փուլում եւ շահագործման հանձնված շենքերի ջրամատակարարումը, մինչեւ ավարտական ակտի ստացումը կառուցապատողին կտրամադրվի միայն տեխնիկական նվազագույն ջրաքանակ, համաձայնեցված գրաֆիկով, լիարժեք եւ հաշվարկված ջրամատակարարումը կապահովվի միայն շահագործման թույլտվությունից հետո եւ այն դեպքում, եթե նոր համակարգը կառուցված լինի տեխնիկական պայմաններին համապատասխան։ Այսպիսով կառուցապատողները չեն կարողանա շենքը բնակեցնել առանց պատշաճ համակարգի եւ բավարար ջրի, սակայն չլուծված կմնա արդեն շահագործվող այն շենքերի խնդիրը, որոնց բնակիչները շարունակում են ջրի համար վճարել կառուցապատողին հաճախ առանց հաշվիչների եւ լրացուցիչ ծախսերի։ Նոր կարգավորմամբ ջրի ամբողջական ծավալի տրամադրումը պաշտոնապես շահկապվում է ավարտական ակտի հետ, քանի որ ավարտական ակտ ստանալու համար անհրաժեշտ է մատակարարի հաստատումը, կառուցապատողն այլևս չի կարողանա շենքը հանձնել բնակիչներին առանց պատշաճ համակարգի։ Նախագիծը սահմանում է, որ լիարժեք ջրաքանակ լինի միայն այն դեպքում, եթե նոր համակարգը կառուցված լինի տեխնիկական պայմաններին համապատասխան։ Կառավարության ծրագրով 2027 թվականից Հայաստանում կարգելվի մեկ անգամյա պլաստիկի օգտագործումը առևտրի եւ հանրային սննդի օբյեկտներում։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտարարել է, որ արգելվելու են պոլիէթիլենային պարկերը մեկ անգամյա օգտագործման սպասքը, բացի աղբի համար նախատեսված երկրորդային հումքից պատրաստված պարկերից։ Խախտումների դեպքում առաջին անգամ նախատեսվում է նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդ դեպքերի համար 100-ից 150,000 դրամի տուգանք։ Պատգամավորները կարևորել են նախագծի ընդունումը։ Turkish Airlines ավիաընկերությունը մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, այս մասին հայտնել են Արմենիա միջազգային օդանավակայաններ փակbaşնետիրական ընկերությունից։ Ստամբուլ-Երևան Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10-ի, հունիսի 15-ից շաբաթական 14 չվերթի։ Խոշոր քարաթափում Երևանի Միասնիկյան պողոտայում հսկա ժայռից բեկորներ են պոկվել եւ թափվել պողոտայի երթևեկերի հատվածում։ Ժայռի երկայնքով ցանց է տեղադրված, սակայն պոկված ժայռաբեկորներն այնքան մեծ են եղել, որ ցանցը պահել չի կարողացել։ Միասնիկյան պողոտայում առաջացել է մեքենաների երթևեկության խցանում։
Փետրվարի 11-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, Ալաշկերտ Արմավիր ճանապարհին բախվել են Nissan Altima եւ Ford-ը։ 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Արմավիրի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Տեղում էին մարզի քրեական ոստիկանության պետն ու բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը։ Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Քննիչները դեպքի փաստվել արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փետրվարի 11-ին Աբովյանի վարչական տարածքում բախվել են Lexus-ը եւ Opel-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել սահքի մեջ ու բախվել բաժանարար գոտում գտնվող ծառերին։ Տուժածներ չկան, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վարորդները եղել են սթափ։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Opel-ը եւ Ladan, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վարորդների խոսքով մերկասարհույց է եղել, աղն ու ավազն էլ բացակայել է։ Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Opel-ի մասնակցությամբ մեկ այլ վթար էլ տեղի ունեցել Վանաձորի Նարեկացի փողոցում։ Բախվել են 33-ամյա Armani Opel Astra-ն եւ 23-ամյա Մերուժանի Ford Transit-ը։ Վարորդներից Arman-ը տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Փետրվարի 12-ին Սայատնովա գյուղի Էջմիածնի խճուղում մեքենա է այրվել։ Opel-ում առաջացած կրակի դեմ նախ պայքարել է վարորդը 46-ամյա Դավիթն ու քաղաքացիները։ Հետո Մասիսի Հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են հրդեհը, ժամանել են նաև ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Աբովյան ջրվեժ ճանապարհին Արտաշատի խճուղում գործող վուլկանիզացման կետում հրդեհ է պրանքվել։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի 100 մետրից, պայքարել են վուլկանիզացիայի աշխատակիցները, հետո ժամանած հրշեջները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։